Եվ անդրադառնանք հենց ակցիային, արդյոք ուղղորդում տեսնում էիք եւ ինչու հենց հիմա, երբ ձեր նախագահի պաշտոնավարման ժամկետը համարյա ավարտվում է, ինչու են հենց այս պահին հիշել ակտիվացել հենց այս թեմայի շրջանակում։ Շնորհակալ եմ։ Առաջին հերթին ուզում եմ ձեզ բոլորին լրագրողներին շնորհակալություն հայտնել օբյեկտիվ ուսաբանելու համար, դա մեզ համար շատ կարևոր է, որ մեր հասարակությունը ճշմարտությունը իմանա վերջապես։ Ինչ վերաբերում է ուղղորդվածը, թե չէ, երևի ակցիայի կազմակերպիչներից պետք է հարցնեք, որովհետև իրենք, ինչպես ես նշեցի, բազմաթիվ հնարավորություններ են ունեցել իմ հետ հանդիպելու, մենք քննարկել ենք բոլոր հարցերը, իրենք առաջարկել են հասարակական կազմակերպություն ստեղծել, որում մենք օգնել ենք, խնդրել են, որ մենք իրենց լիազորենք, որպեսզի իրանք զբաղվեն այդ հարցերով եւ ներկայացնեն մեր հասարակությանը ինչա կատարվել ի վերջո Արցախում, որովհետեւ այս այսպես կոչված թալանը պրոյեկցում է բոլոր արցախցիների վրա, մի խումբ մարդիկ օգտվել են այս ամեն ինչից, բայց արցախցիները այսօր կրում են այդ պատասխանատվությունը բոլորի համար։ Իսկ ինչ թալանի մասին։ Սա ճշմարտություն։ Ինչ թալանի մասին է խոսքը, պարոն Շահրամանյան, այդ ներդրումային ֆոնդում որքան գումար կա այս պահին, ինչու է սառեցվել եւ ովքեր են ձեր ասած այդ մի խումբ մարդիկ, որոնք օգտվել են այդ այսպես կոչված թալանից։ Ներդրումային հիմնադրամը տեղափոխվելուց հետո չի գործում։ Այս ամեն ինչը խոսքը գնում է Արցախում տեղի ունեցած գործողությունների մասին, ներդրումային հիմնադրամը հենց դրա համար է ստեղծվել, որպեսզի տրամադրի գումարներ, ներդրումներ իրականացնելու համար։ Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։ Ձեզ էլ է մեղադրում ուղիղ։ Իրենց կարծիքով դուք եք թալանել։ Ինձ մոտ եկած այդ մարդիկ որևիցե մեղադրանք իմ ուղղությամբ չեն հնչեցրել եւ նաեւ օգտվելով այս հարցից, որ դուք տվել եք, ուզում եմ դիմել նաև մեր ժողովրդին, որպեսզի ճշմարտությունը իմանան, տարբեր քննարկումներ ա գնում, որ Արցախի նախագահան ապրում է դղյակներում, չգիտեմ, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապարավկաներ ա ձեռք բերել, այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես Երևան քաղաքում ապրում եմ 12 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քառակուսի մետրանոց, 2 սենյականոց բնակարանում իմ 5 հոգանոց ընտանիքով։ Դրանից ավել ես բան չունեմ։ Պարոն Շահրամանյան, ասում էին 48 անուն ընտանիքներ են օգտվել եւ կլանների մասին էին խոսում, ասում էին հատուկ կլաններ են դրանից օգտվել, ինչ կլաններ են ակնարկումները։ Այս ամեն ինչը շարժումները եւ հաշվի առնելով նաեւ մեր տեղանունից հետո նման շարժումների քանակի մեծությունը, մենք դիմել ենք դատախազություն, որպեսզի տա իրավական գնահատական իր վերջո հանրությունը տեղյակ լինի, թե ովքեր են այդ մարդիկ։ Դուք տեղյակ եք, պարոն Շահրամանյան։ Դուք հարցաքննվել եք այդ բարույթով, երբ է վերջին անգամ հարցաքննությունը տեղի ունեցել եւ ինչ փուլում է։ Ես եթե չեմ սխալվում 24 թվականի փետրվար ամսին որպես վկա հարցաքննվել եմ եւ հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում։ Դուք տեղյակ եք, պարոն Շահրամանյան, ովքեր են թալանել։ Որևէ անուն գիտեք։ Ոչ, նման բան այս պահին չի կարելի ասել, ովքեր են թալանել, մինչև չլինի, ես տեղյակ չեմ։ Չեմ կարա, ներողություն, չեմ կարա տամ իրավական գնահատական, դա պետք է տա իրավապահ համակարգը։ Պարոն Շահրամանյան, մամուլում տեղեկություններ է տարածվել, որ ձեր նախագահության ժամկետը լրանալուց հետո Սամվել Բաբայանն է ուզում իր թեկնածությունը դնել։ Ինչպես եք վերաբերվում այս հարցին։ Ես կառաջարկեի Սամվել Բաբայանից հարցնեք։ Ես ինչքան տեղյակ եմ, ծանոթացել եմ այդ գրառմանը, Սամվել Բաբայանի կուսակցությունը տվել է հայտարարություն, միասնական հայրենի կուսակցություն, որով հերքել է իր մտադրությունները որպես Արցախի նախագահ առաջնորդում։ Մամուլում տարածվող մեկ այլ տեղեկության մասին ձեր լռությունից, այսպես ասած, օգտվելով հաճախ ձեզ կապում են այս եւ այլ անձանց հետ։ Հիմա հերթականը, երևի դուք էլ եք ընթերցել, ասում են Արմեն Աբազյանի հետ առնչակցություն ունեք եւ կբացատրեք, կպարզաբանեք, ուղղորդում են ձեզ Աբազյանենք թե ոչ։ Ոնց է միայն նախկինի հետ կապ չունի։ Ուրեմն պարոն Աբազյանի հետ, ինչպես տեղյակ եք, ես երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել եւ մենք ծանոթ ենք եւ գործընկերային հարաբերություններ է բացի դրանից այդ հարաբերությունները ուղղված են նաեւ մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը հաշվի առնելով որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների անհայտ կորածների այդ անձնաժողովի ղեկավարը
Այսինքն միայն այդ շրջանակում է։ Այո, այդ անունները հրապարակելու եք հիմնադրամից ովքեր ինչ գումարներ են ստացել, ինչպես տահանջում են իրենք։ Նայեք, մենք դեմ չենք որևիցե հրապարակումների։ Սա իր մեջ պարունակում է որոշակի գաղտնիք, նաև անձի անձնական տվյալների պաշտպանության հարց կա հարց, որ հարուցված է քրեական վարույթներ եւ այդ շրջանակներում տարվում է նախաքննություն։ Մենք չենք ուզում խանգարել այդ նախաքննությանը։ Մենք երկուշաբթի օրը ես հրավիրել եմ ակցիայի մասնակիցներին, իրենց կազմակերպիչներին հանդիպելու, քննարկելու բոլոր հարցերը, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ եւ կներկայացնեն հանրությանը։ Եթե ուժային կառույցները, իդեմս դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի դեմ չեն լինի նման հրապարակումների, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները, բացի դրանից հենց իրենք կարող են դա անել։ Պարոն Շահրամանյան, Յուրի Մուսայելյանին դուք ասացիք, որ առանձնազրույց կունենաք իր հետ եւ ակնարկեցիք, որ որոշ մարդիկ էլ հենց այսօրվա ցույցից ունեն փող վերցրած, որոնք չեն տվել, շատ են այդ մարդիկ։ Գիտեք, մեր հասարակությունը շատ փոքր է։ Հարցը բոլորի մասին տեղյակ են։ Եվ խոսել թալանի մասին, մանիպուլացնել ժողովրդին, կեղծ օրակարգ բերել, բայց հենց դու լինել այդպիսին, դա անընդունելի է մեր ժողովրդի համար, եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը իր գնահատականը կտա նման մարդկանց։ Եթե պայքարը արդար է, ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել բոլոր իրենց նախաձեռնություններին։ Մուսայելյանն է ժամանակի վրան են տեղադրել արցախցիները եւ սոցիալական խնդիրներ են վերհանում։ Կա կարծիք, որ ինքներդ դեմ եք, որ այդ պայքարը վերածվի քաղաքական կոնտեքստ ներմուծվի այդ պայքարի մեջ։ Ինչն է խնդիրը, դուք առհասարակ ինչու չեք այցելում վրան, ինչու եք ընդհանրապես լռում, ինչն է պատճառը, ինչից եք վախենում։ Նայ, կան ներողություն, կա նախաձեռնու խումբ, դուք տեղյակ եք, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդ կա ստեղծված։ Ես այդ խորհրդի հետ բարբերաբար հանդիպումներ եմ ունենում, վերջի հանդիպումները 3 տեղի ունեցել։ Վրան եք գնացել դուք, թե Ոչ, իրանք են գալիս։ Ինչու դուք չեք գնում, ինչու չեք միանում ակցիաների, որոնք կազմակերպվում են Արցախում։ Ես խնդիր չունեմ, ներողություն։ Սամվել Բաբայանն էլ չգնաց, շնորհիվ իր ներկայացուցիչներից մի քանի գնացել էին։ Մենք բարբերաբար քննարկում ենք այդ հարցը, անհրաժեշտության դեպքում կգնանք։ Բայց ո՞րն է այդ անհրաժեշտությունը, ինչ են շատ անհրաժեշտ։ Նաև խորհրդի կողմից։ Թվում է առաջիններից մեկը դուք պետք է գնայիք։ Իհարկե, մենք որևիցե ներողություն, որևիցե խնդիր չունենք մեր ժողովրդի կողքը կանգնելու։ Մենք այդ հարցերը քննարկում ենք եւ այդ նպատակը։ Մեծ հանրահավաքի ժամանակ էլ մենք ձեզ չտեսանք, ինչու չեք մասնակցում Ինձ հանրահավաքներին։ չտեսակ, բայց իմ բոլոր հարազատները ընտանիքի Լավ, դուք ինչու անգամ չեք մասնակցում հանրահավաքներին, արցախցիների կազմակերպած։ հանրահավաքին չմասնակցելը չի նշանակում չաջակցել։ Ինչու՞ չեք Իշխանության մասնակցում։ կողմից ճնշումներ կան, պարոն Շահրամանյան։ Հարց եմ տվել։ Պարոն Շահրամանյան, իշխանության կողմից ճնշումներ կան։ Կոնկրետ հավաքին չգնալու։ Եվ ուղիղ ձեր նկատմամբ։ Եթե բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևիցե առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Այսինքն ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել բոլոր խնդիրները սոցիալական ունեն իրենց լուծումները եւ մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը եւ այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա ընդունելի է։ Դա ճնշում չէ, դա արհամարանք է եւ ասացիք օտարության զգացում է, բայց ուղիղ ձեր նկատմամբ ճնշում անձնական, չգիտեմ, ֆիզիկական, բարոյական, քաղաքական, նաեւ քրեական գործերի ենթատեքստով ճնշում կա, որից դուք զգուշանում եք։ Ոչ, ես չեմ զգում այդ ճնշումները։